Նոր արյունալի բախման շունչ են զգում արևմտյան փորձագետները Մերձավոր Արևելքում։ Իրան Միացյալ Նահանգներ դիմակայությունը դուրս է գալիս վերահսկողությունից, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարծես փակուղում են հայտնվել։ Վաշինգտոնը արգելում է Իրանին թեկուզ խաղաղ նպատակներով հարստացնել ուրանը և բանակցությունների 6-րդ փուլից առաջ, որ նախնական պայմանավորվածությամբ լինելու է այս կիրակի, անդադար կրկնում է Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Վտանգ կա, որ Վաշինգտոնի հայտարարությունների ֆոնին Թեհրանը կչեղարկի հունիսի 15-ի բանակցությունները։ Հայ փորձագետները կարծում են, որ հնարավոր բանակցություններից առաջ կողմերը կիրառում են քարոզչական ու հոգեբանական ճնշման մեթոդները։ Անհանգիստ է Միացյալ Նահանգների նախագահի սիրտը, կարծում է, որ Իրանը ուզում է վրեժ լուծել Վաշինգտոնից ու պլանավորում է գրոհել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Ըստ նրա, այս պահին թիրախի տակ են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, նա կոչ է արել իր քաղաքացիներին, որքան հնարավոր է շուտ լքել Իրաքի տարածքը։ Ամերիկացիները պետք է դուրս գան այնտեղից, որովհետև դա կարող է վտանգավոր վայր դառնալ նրանց համար։ Հրաման է տրվել, որ լքեն տարածաշրջանը։ Ամեն ինչ պարզ է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Թրամփի անհանգստությունը սրվեց, երբ երեկ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրանական զորքը պատրաստվում է ոչնչացնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։ Ամիր Նասիրզադեն խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին հեռանալ տարածաշրջանից։ Մենք չենք տատանվի ու կհարվածենք տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին։ Եթե մեծ հակամարտություն պարտադրվի, հակառակ կողմի կորուստները անխուսափելիորեն ավելի մեծ կլինեն, ինչը կստիպի Միացյալ Նահանգներին լքել տարածաշրջանը։ Ամերիկյան CBS-ը գրում է, որ Իսրայելն է մտադիր խառնել տարածաշրջանը։ Թել Ավիվը պատրաստվում է գրոհել Իրանի միջուկային զինանոցների վրա, որին ի պատասխան Թեհրանը կարող է խփել ամերիկյան ռազմաբազաներին։ Washington Post-ը գրում է, Միացյալ Նահանգների պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց ամերիկյան կողմի համաձայնության։ Իրանի նախագահը սակայն վստահ է, իր գլխին կախված վտանգը չեզոքացնելու համար է Միացյալ Նահանգները ուզում պաշտպանունակությունից զրկել իր երկրին։ Թեհրանի խնդրում են հրաժարվել միջուկային կարողություններից, որպեսզի Իսրայելը կարողանա ռումբեր նետել Իրանի գլխին։ Բայց Թրամփը վստահեցնում է, համաձայն չէ, որ Իսրայելը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ։ Միացյալ Նահանգների նախագահը պնդում է, որ կոչ է արել Նեթանյահուին հրաժարվել այդ մտքից։ Ամերիկյան մամուլը կասկածում է, թե Իսրայելը ականջ կդնի Թրամփի կոչերին։ Զգալով իսրայելական ագրեսիայի վտանգը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել է Թել Ավիվին չսխալվել և լավ մտածել հետևանքների մասին։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։